Բարևներ բոլորին, ձեզ հետ Դավիթն է, դուք գտնվում եք իմ YouTube каналի եւ այսօր խաղմարությունները երկու շաբաթը վիդեո չկար, բայց այսօր կա, այսօր չենք մոռանում լայքել եւ բաժանորդագրվել, իսկ սկսենք եւ ասեմ, որ ես արդեն 109 over եմ, նայեք թիմս, ասենք իմ թիմն է եւ մենք սկսում ենք, ինչպես հիշում եք, մոտ երևի մեկ ամիս առաջ ինչ չեմպիոնների լիգան նոր էր դուրս եկել, ես այս 3 խաղերում չկարողացա անցնել Լոմբարդիայով, որը Ինտերն է, իսկ այսօր Բարսելոնայով կփորձենք անցնել։ Եվ ահա առաջին խաղը, ինչպես տեսնում եք, Էլ Կլասիկո է լինելու, թե ինչ ձեզ հաճելի դիտում, իսկ ինձ լավ խաղ։ Ահա եւ նա սկսում է Ռեալ Մադրիդի կազմը եւ խաղում ենք Բարսելոնայի դաշտում, Դանի Օլմո, Ռաֆինիա, Լևանդովսկի եւ Լևանդովսկի, եկեք, Ռաֆինիա եւ 6-րդ րոպեին գոլ Ռաֆինիա։ Դե ինչպես տեսնում եք, Ռեալ Մադրիդը սկսեց եւ Բարսելոնան այսօր լավ է սկսել դեռևս 1-0, Ռաֆինիան բացեց հաշիվը։ Դանի Օլմո եւ Դե Յոնգ եւ անկյունային կիրացնի Բարսելոնան։ Կեք, ոնց անենք, լավ այսպես։ Դե Յոնգ, Դանի Օլմո, երկու զրո հաշիվը բացել, Դանի Օլմո, ահա Մադրիդի Ռեալը սկսեց, նորից Ռաֆինիա, Դանի Օլմո, Սենչեր, լավ, ուղղվեց, Դանի Օլմո, Պեդրից, Լևանդովսկի, Ռուդիգերը, չի թողնում, եւ Արախոն չկարողացավ, Դանի Օլմո, Լևանդովսկի, Ռաֆինիա, եւ Ռաֆինիա գոլի հեղինակ։ Ահա եւ Մադրիդի Ռեալը նորից սկսեց 3-0 է հաշիվը, Դանի Օլմո, Լամին Յամալ, Լևանդովսկի եւ Լամին Յամալ պետք է շուտ հասներ եւ Կունդեի պատճառով ազատ հարված կիրացնի Կուրտուան Ռեալ Մադրիդի դարպասապահ։ Պեդրի, Դանի Օլմո եւ առաջին խաղը կեսը ավարտվեց 3-0 օգուտ Բարսելոնան։ Ահա եւ Բարսելոնան սկսեց, Լամին Յամալ, Կունդե, եւ անկյունային, որը ինձ շատ պետք էր։ Եվ նախաղից դուրս վիճակ։ Ահա եւ Ռեալ Մադրիդը Կուրտուան ազատ հարվածի ժամանակ տվեց ինձ եւ այժմ
Լամին Յամալ, Լևանդովսկի և Լամին Յամալը ստանում է դեղին քարտ։ Եկեք փակենք հնարավոր տեղերը, որ կարող է փոխանցում կատարել Ռեալը։ Արախո, Դանի Օլմո, Լևանդովսկի, Լևանդովսկի ջան պետք է արված, գոլ չէ, բայց Լևանդովսկին այսօր մի հատ ոնց էլ լինի պետք է խփի։ Կունդը, Պեդրի, Դանի Օլմո, Ռաֆինյա, Լևանդովսկի, ես ասել էի, որ Լևանդովսկին պիտի խփի, բայց մեկ ստաց։ Սևսի մոբայլը իմ համար ամենաանիծված խաղը ոնց որ լինի։ Ճիշտ է աղթում եմ, բայց որ պետք է խփի, ասում եմ պետք է խփի, ով որ պետք է չի հարվածում։ Վերջ և վերջին րոպեներն է, եկեք power shot։ Եվ մեկ հատ էլ է Կուրտոան դիպչում գնդակին, խաղը ավարտվում է։ Դիպչիր Կուրտա։ Ավարտվեց 3-0, Բարսելոնան իր դաշտում հաղթեց Ռեալ Մադրիդին Էլ Կլասիկոյում։ Եվ Չեմպիոններ լիգա էր սա և Էլ Կլասիկոն։ Ինչպես տեսնում եք, և նորից Էլ Կլասիկոն է երկրորդ խաղում, նույնպես Բարսելոնայի դաշտում է խաղում Էլ Կլասիկոն, ասպես ասած Բարսա Ռեալ խաղը։ Եվ հեռացում, և Կիլիան Մբապեն չկարողացավ Դանի Օլմո չէ, Սուզանսի չկարողացավ Մբապեն հարվածեց։ Ահա և Բարսա սկսեց։ Բարսա առաջ անցել։ Բարսան կարող է հաղթել։ Չկա ոչ մի խախտում։ Ռաֆինյայից Ռեալ Մադրիդի կազմը վերցրեց գնդակ։ Արախո, չէ, Ռոդրիգո և Պեդրի, Լևանդովսկի, Լամին Յամալ, նորից Լևանդովսկին կորցրեց գնդակը։ Եվ Դանի Օլմո, Սուզանսի, լավ, ես ոնց որ թե հասկացա և ինչ, լավ ժողովուրդ ինձ թվաց խախտում էր։ Ահա և Լևանդովսկին պետք է փոխանցենք և Լևանդովսկի ջան ախր ինչու։ Եվ Լևանդովսկի և Կուրտոա սև է կատարում։ Եվ ինչու Ռաֆինյա։
Մի ժողովուրդ արդեն ոնց ասեմ հոգնել եմ, ինչու հենց FC Mobile-ում է իմ մոտ է, որ կարող է այսպիսի բաներ լինի։ Lamine Yamal դեսա պարզ է, որ սև է լինելու, հիմա կասեք, բա որ պարզ է, աղբոր, ինչու ես հարվածում, ասեմ, հիմա ես պաստամ 50-50 է լինելու, փոխանցումի ժամանակ կարող է հեռացնի թե դարպասապահը, թե պաշտպանները, Մենդին, Ռուդիգերը եւ այլն։ Իսկ հարվածի ժամանակ ավելի մեծ են շանսերը, որ կարող է գոլ մտնել։ Դանի Օլմո versus Real Madrid Mbappé, Rodrigo, Balde, Lewandowski, Rafinha, Սև կատարեց Կուրտուան ճիշտ է։ Balde, Pedri, Rafinha, դե Կուրտուան ինչու ես, և ինչու ինքնագոլ, նայեք աստեղ, չու, բայց ես չեմ հաշվում սա, չու, բայց ինչու է ժողովուրդ, Չէ, ես պետք է նրանց տամ, սա չեմ հաշվում ես, լավ, եթե ժողովուրդ դուք որոշեք հաշվեմ, որ կարծիքով հաշվեմ մի կողմից սխալ է, մի կողմից էլ ճիշտ է, լավ եկեք դեռևս հաշվենք, ավելի լավ է դուք բայց գրեք մեկնաբանությունում, Լիվանդովսկին, այս է մեկը ոչ թե նա, ահա, դեռ 2-1 է, բայց եթե ավելի արդար, ճիշտ է 2-1, ինքնագոլը ընդհանրապես հաշվում են, բայց թե ինչու արեց, ես որոշեցի, որ հաշվեմ ինքնագոլը, ամեն դեպքում, բայց շատ հետաքրքիր էր, թե ինչու այդ տղան կամ աղջիկը, ով որ խաղում է Ռեալ Մադրիդի կողմից Կուրտուայով ինքնագոլ կատարեց։ Եվ ահա երկրորդ խաղը հաղթեց Բարսելոնան նույնպես 2-1, իսկ մեզ մնաց երրորդ խաղը։ Դու ինչպես տեսնում եք, երրորդ խաղը նույնպես Էլ Կլասիկո։ Եվ Բարսելոնայի դաշտում նույնպես խաղն է, սա ավելի շատ Էլ Կլասիկո էր, քան Չեմպիոններ լիգա։ Արդեն երրորդ խաղն է 3 խաղից հետ բաղկացած, 3 խաղն էլ Էլ Կլասիկո։ Դեռ 2 խաղը հաղթել է Բարսելոնան։ Երրորդը հույս ունեմ, որ նորից գաղթի Բարսան։ Lamine Yamal Viniciusի մոտ է գնդակը, Arda Güler, Koundé, Lewandowski, Lamine Yamal, և Ռուդիգերը հեռացրեց գնդակը, դե
Դեյոնգը չկարողացավ Վինիսիուս, Արդա Գյուլեր, Վինիսիուս նորից, Արախո հասից, Բալդե հեռացրեց, Դանի Օլմո, Լիվանդովսկի և Բելինգեմի մոտ է, Արդա Գյուլեր, Արախո, Լամին Յամալ, Դանի Օլմո, Լիվանդովսկի և Մոդրիչի մոտ է գնդակը, և Ռոդրիգո, Արդա Գյուլեր, Արախո և Տուգանան, սա պետք է սպահեմ ամեն գնով, սա ես պետք է պահեմ, և Պետրի փրկում է, Ռաֆինյա և Պեդր Միլիտաո, Տուգանան, Բալդե նորից հեռացրեց, գնդակը, Պետրի չկարողացավ, Դանի Օլմո, բայց Լիվանդովսկի, Դանի Օլմո, Դեյոնգ և Կուրտուան փրկում է, չեմ հասկանում, թե ինչու, գիտենք խփեն, Արախո, Բալդե, Ռաֆինյա և չկարողացանք անցնել, ինչպես միշտ, ոչ նրանք են կարողանում անցնել մեզ, ոչ էլ մենք նրանց, Ռաֆինյայի, Դանի Օլմո, 58 Ռեալը սկսեց խաղը, 1-0 Բարսելոնան հաղթում է, վերջապես կարողացա փոխանցումներով անցնել, Ռաֆինյա, Լիվանդովսկի, Դանի Օլմոն չկարողացավ և Կիլիան Մբապեն նույնպես, Լիվանդովսկի, Դեյոնգ, Ռեալը սկսեց, Դեյոնգն ու Դանի Օլմոն են այսօր դարձել գոլի հեղինակ, և Վինիսիուսի մոտ է գնդակը, Դեյոնգ և նորից Վինիսիուս, Բալդե, Բելինգեմին չեն կարողանում այդպես էլ անցնել, և Բարսելոնան հաղթեց, 3 խաղում էլ Բարսելոնան հաղթող ճանաչվեց,
Վերջինները ավանդական վզատական իմ թմով։ Աստեղ նորից Էլ Կլասիկո, Էլ Կլասիկոյից վերջացում չկա, չեմ հասկանում, ժողովուրդ։ Կարող եք մեկդ ինձ բացատրել, Էլ Կլասիկոյից վերջացում կա, թե չկա։ Հա, վերջ։ Power shot։ Լավ։ Սակա Շքոլս չկարողացավ, Գորեցկա 110 նալ չկարողացավ, բայց նա 100% կկարողանա, չի կարողանալավ։ Ուզում եմ գեղեցիկ գոլեր անել և ժամանակն ու comeback։ Երկու մեկ։ Սև կատարեց Դոնառուման, 2-2, չէ, սա արդեն լուրջ է, Իսակը։ Երեք երկուսը հաշիվը և 4-2 չի դառնա։ Խոզե արդեն 4-2, 5-2։ 6-2։ Եկեք մեկ հատ էլ խաղամ, ես երկու հատ էի պլանավորել։ Ավելի ճիշտ մեկ հատ, բայց երկու հատ կխաղամ։ 4 Էլ Կլասիկոներում հաղթեցի Բարսելոնան։ Եվ 5-րդ Էլ Կլասիկո չէ, վերջապես Բարսելոնա Չելսի։ 109 over եմ ես, Չելսին 108։ Լավ թիմ է, համաձայնում։ Ուղղակի հարձակվողությունը մի փոքր թույլ էր։ Սակա Քլոզը և Դոնառուման շատ լավն է։ Քլոզը և ահա չկարողացանք, կդիմենք մեր մշտական Քլոզը։ Քլոզը երեք երկու պարտվում ենք։ Երեք 4-4 5-4 6-5 6-6 հաշիվը և էլի դեռ լավ է 6-6 եկեք հետ գնամ մեկ վայրկյան եկեք ևս մեկ անգամ իմ թիմը նայեք շատ հզոր թիմ է մոտ է 110 over-ին կարծես դե ինչ այսօրվա համար այսքանն էր ձեզ հետ Դավիթն էր դուք գտնվում եք իմ YouTube-յան ալիքում դրեք լայքեր և բաժանորդագրվեք հետագայում ավելի լավ վիդեոների համար
Դե բոլորից տեսություն, բոլորիդ լավ օր։